Բարև ձեզ, վաղը Նիկոլ Փաշինյանը Սուրբ Սարգիս եկեղեցում պատարագ է մասնակցելու, կգնաք դուք այդ պատարագին։ Ոչ, Ինչու՞։ Նիկոլ Փաշինյանի համար։ Նրա այս ծրագրի հետ կապված ինչ կարծիք ունեք, որ ասում է ուզում եմ եկեղեցին մաքրեմ հոգևորականներից, որոնք շեղվել են ճիշտ ուղուց։ Շատ սխալ է ինքը խոսացել։ Կաթողիկոսը պետք է մնա։ Այո, Վաղը Նիկոլ Փաշինյանը Սուրբ Սարգիս եկեղեցում պատարագի է մասնակցելու, դուք օրինակ կգնայիք այդ պատարագին։ Անպայման, բա ոնց։ Հիշում եք նրա այդ եկեղեցին մաքրելու ծրագիրը, Չհասկացա։ որ ուզում է կաթողիկոսին հեռացնել։ Այո, վաղուց պետք է հեռացնեն, որ Նիկոլ Փաշինյանը նոր էր եկել, արդեն այնտեղ իրանք մի կներեք ռուսերեն ասում, միտինգավալի, այն ժամանակ պետք է հանեին։ Բայց ինչու պետք է հան։ Ոնց ինչու պետք է, որտեվ նա պղծում է, ներեգություն սա որ ալիք դա։ Ես լրագրող եմ, իմ Ես գիտեմ, բան չունեմ ասել լրագրողների մասին։ Որ գրեք, կտեսնեք այս հարցազրույցը։ Բանա հիմա այն ժամանակ պետք է հեռացնեն նա ուղակի ամոթը առաջի պետությունն ենք աշխարհում քրիստոնեությունը ընդունենք եւ մեզ մոտ նման խայտարակություն չի կարելի ինքը պղծում է նիլզա Ինչպես է պղծում։ ինչպես իրա բան կակիվո իրա հղինակությամբ Դուք Ես հավատում եմ, որովհետև я лично գիտեմ, ու վաղուց գիտեմ դա։ Кто ինքը ով է։ Նա ով է, ես վաղուց գիտեմ դա։ ինչ գիտեք, Ու ես միշտ գիտեմ, դե գիտեք հարցը ինչում նա, այն ինչ որ ասում են, հələ մի բանել ավել։ Շահամոլ, ահավոր։ У կներեք непорядочный, неправильный человек, որը եկեղեցում իրավունք չունի լինելու։ Իրավունք չունի նա խայտարակում է մեր ազգը։ Իսկ ես դա թույլ չեմ տա, мы великий народ։ Եթե մենք քիչ ենք, но мы великий народ։ Россия великая страна, но мы великий народ։ Ես եւ իմ նմանները, ես ինքս դասախոս եմ 50 տարվա, թույլ չեմ տա եւ կգնամ կմասնակցեմ, եթե պետք լինի, որ նրան շուտ հեռացնեն։ Ինչքան շուտ հեռացնեն, այնքան մեր պատիվը կբարձրանա։ Օրինակ ձեզ համար ընդունելի է, որ Կճոյանն է միացել նաև այս գործընթացին։ Ես կներեք, ես ոչ մեկին չեմ ուզում ով է ինչա, դուք ինձ ասեցիք նրա համար, դաժե չեմ ուզում իր անունը տալ, նրա համար, նրան պետք է անհրաժեշտ ինչքան շուտ այնքան լավ մեր եկեղեցին կմաքրվի, մեր ժողովուրդը։ Ես միայն մի բան եմ հիշում, որ Պապա Ռիմսկին եկավ մեզ մոտ հրապարակում ենք մենք հավաքված։ Նա գիտեք ինչ ասեց, ես ընդեղ էի И через бинокль смотрела на него. Ինքը ասեց, ձեր երկիրը պետք է շատ ապաշխարեն ոնց է нужно պետք է շատ աղոտ կտրվի եւ մաքրվի այն ժամանակ когда Папа Римский был здесь այն ժամանակ կարծեմ Նիկոլ Փաշինյանը չկար այն ժամանակ Սերժ Սարգսյանն էր Ես չեմ ուզում ուղղակի ասեմ, այդ 30 տարի մեր հայ ժողովրդի գլխին նրանք ինչ բերեցին։ Ես միայն մի բան այնքան լավ եմ իմ զգում, որ հիմա իմ փեսաներից, իմ երեխեքիս դեմը ոչ մեկ չի կարա կանգնի եւ ասի. դու գիտես ես ով եմ։ Եվ ամեն ինչ թույլ են տալիս իրենց մեր խնդրեմ մենք այստեղ կենտրոնում ծնված մեծացած Մենք իրավունք չունեինք, ինչ-որ դապլյուսին, իրանց խունտա, կլան, չեմ կարա ասեմ։ Կաթողիկոսի հետ ինչ կապ ունի։ Հա, ինչ կապ ունի, որտեվ նրանք են իրան թույլ տվել, որ նա նման բաներ անի։ Այ դա, նրանք են թույլ տվել, որ նա նրանք բան անի։ Դրա համար էլ, ես որ հիշում եմ Պապա Ռիմսկի խոսքերը, ասեց, ձեր երկիրը ասում է շատ պետքա օրհնվի, էլի, нужно как-то ինքը եկեղեցականով ասեց, որ չեմ կրա, ես դեմեցկին եմ արդեն հիշողությունն դա, բայց երբեք չեմ մոռանում Պապա Ռիմսկի ասածը։ Եթե դուք ընենց կուզենայի իր ելույթը մի հատ լսեիք, նա որ ասեց, ձեր երկիրը մաքրվելու կարիք ունի, то есть շատ օրհնելու կարիք ունի, օրհնելու կարծեմ, դա Կմասնակցեք Նիկոլ Փաշինյանի հետ պատարագ։ Ինչու։ Նայեք 15-20
Վաղը Նիկոլ Փաշինյանի հետ Սուրբ Սարգիս եկեղեցում պատարակի կմասնակցեք։ Ոչ, մի Ինչու՞։ դեպքում չեմ ընդունում իրան։ Վաղը Նիկոլ Փաշինյանի հետ պատարակի կմասնակցեք։ Բանա, չեմ ուզում խոսամ։ Վաղը Նիկոլ Փաշինյանի հետ պատարակի կմասնակցեք։ Բարև ձեզ։ Նիկոլ Փաշինյանի հետ պատարակի Ոնց վաղը։ են ձեզ ասում, ձեր հարցերին չեմ պատասխանի։ Բայց բոլորը պատասխանում են։ Չէ, իմ հարցերին։ ինչ հարց ունեք։ Նիկոլ Փաշինյանի հետ պատարակի կմասնակցեք վաղը Սուրբ Սարգիս եկեղեցում։ Իրան հարգող մարդը կարողա դրա հետ մի օդը շնչի, այդքան բան կասեմ։ Իմ շրջապատում չկա տենց մարդ։ Վաղը Նիկոլ Փաշինյանի հետ պատարակի կմասնակցեք։ Վաղը Նիկոլ Փաշինյանի հետ պատարակի կմասնակցեք Սուրբ Սարգիս եկեղեցում։ Հնարավոր է։ Կողմ եք, որ նա ուզում է կաթողիկոսին հեռացնել, ինչու։ Վաղը Նիկոլ Փաշինյանի հետ պատարակի կմասնակցեք։ Խնդրում չէ, էլի։ Որ հարմար լինի կմասնակցեք։ Վաղը Նիկոլ Փաշինյանի հետ պատարակի կմասնակցեք։ Ոչ։ Վաղը Նիկոլ Փաշինյանի հետ պատարակի կմասնակցեք։ Վաղը Նիկոլ Փաշինյանի հետ պատարակի կմասնակցեք։ Սիրով։ Կողմ եք, որ ուզում է կաթողիկոսին հեռացնել։ Վաղը Նիկոլ Փաշինյանի հետ պատարակի կմասնակցեք։ Ոչ իհարկե։ Վաղը Նիկոլ Փաշինյանի հետ պատարակի կմասնակցեք Սուրբ Սարգիսում։ Ես ընդհանրապես հավատացյալ չեմ ու Նիկոլից էլ ձենը անունն էլ չեմ ուզում ասել։ Վաղը պատարակի կմասնակցեք Նիկոլ Փաշինյանի հետ։ Ինչու։ Վաղը պատարակի կմասնակցեք Նիկոլ Փաշինյանի հետ։ Չէ։ Պատարակի կմասնակցեք Նիկոլ Փաշինյանի հետ։ Մենք սովորաբար Կարողանանք մասնակցել անպայման։ կգնանք մեծ հաճույքով։ Շատ հեռու է, էլի։ Չէ, հեռու չի, Չէ, սա մարդը բացա գիտեք։ չեմ կարող ուղղակի մասնակցել, բայց կմասնակցեի աջիկով։ Մասնակցեք ու մենք կարծում ենք, որ շատ լավ բան է դա, ժողովրդին թեկուզ համախմբելու եւ թեկուզ եկեղեցի ազատելու համար, Ինչու պետք է ազատել։ որովհետև կտիչը լավ մարդ չի, առաջին հերթին։ Ես բոլոր մանրամասներ գիտեմ, ելնելով որոշ հանգամանքներից, դրա համար ավելի լավ չասեմ։ Վայ, հələ պատմեք, Չէ, չեմ պատմի։ Ինչի, հասարակությունն է թող իմանա։ Դեսովա մենք այդքան միամիտ ենք, որ հիմա այստեղ կպատմենք, Ես ես որ մեզ մեկը բանա պատմել։ Քիչ հանրահայտ դեմք ենք ստեղ։ Որոշ տեղի տեսակետից, դրա համար չեմ պատմի։ Իսկ ինչու պետք է կաթողիկոսը հեռանա գլոբալ ասեք։ Նա եկեղեցին շատ բադ վիճակի մեջ ա դրել։ Մարդիկ դարձան անհավատ, հարգանք չունի մեծ ժողովրդի մեծ մասի մոտ։ Իսկ հիմա օրինակ որ Կճոյանն է միացել նաև այս գործընթացին Դա երկրորդական բան է արդեն հիմա Կճոյանը միացել է։ Կճոյանը թող միան ավելի լավ է։ Դա դրա հերասման գործը։ Գիտեմ Bentley-ի գործը, հա, գիտեմ։ Bentley-ին օֆշորային սկանդալը։ Դե տեսնենք ինչ կլինի։ Կարևորը առաջին գործն է, նրան հերացնելը բանից կաթողիկոսյան ղեկավարի Բայց դա չի պաշտոնից։ նշանակում, որ պետությունը քաղաքական իշխանությունը միջամտեց եկեղեցու հարցերին։ Միջամտեց։ Նարեկ ջան, այդպես չի։ Դուք էլ գիտեք, որ այդպես չի։ Իրանք սկսեցին հակապետական կաթողիկոսը բռնեց հակապետական դիրք։ Իր արածը ճիշտ էր, ոչ այդքան պատերազմ եղավ, շատ բաներով անցավ մեր երկիրը, ինքը ոչ մի անգամ իրանք ձայնը Միան ձայնը չլսեցին։ Դա ճիշտ չի։ Մենք ապրում ենք այս երկրում, ուզում ենք որ լավ լինի մեր երկիրը եւ ինքը ոնց որ խանգարում է շատ։ Բայց ամուսինս ճիշտ ասեց, պետության եկեղեցին պետք է լինի պետության հետ։ Մեջքին։ Մեջքին պիտի լինի, որ մենք ուժեղա, ինչ ենք մենք ուզում։ Նարատիվներ առաջնանի, ռուսական նարատիվներ առաջնանի։ Եկեղեցին, հենց կաթողիկոսը եւ իր եղբայրը։ Վաղը կմասնակցեք պատարակի Նիկոլ Փաշինյանի հետ։ Ես այսօր արդեն մասնակցել եմ պատարակին, վաղը ուրիշ պլաններ ունեմ, բայց Նիկոլ Փաշինյանի հետ ոչ մի կապ չունի իմ եկեղեցի գդալը, բացարձակ։ Իսկ կիսում եք նրան գաղափարը, որ կաթողիկոսը պետք է հեռանա, եկեղեցին դրանով կմասնակցի։ Ես ճիշտն ասած եկեղեցու հետ ունեմ իմ անձնական պատկերացումները եւ դա ոչ մեկի ասացի քաղաքական գործիչ կլինի, թե անձ կլինի։ Դա եկեղեցին ինձ համար սրբավայր է եւ ոչ մեկի հետ կապ չունի, թե ով ինչ կարծիքի է։ Այս գործընթացների մասին իսկ որպես հավատացյալ ինչ կարծիք ունեք։ Նորից նույն բանը պիտի կրկնեմ, ինձ համար եկեղեցին բացարձակ մեծություն է եւ կաթողիկոսը մենք ունեցել ենք շատ կաթողիկոսներ, գետադարձ կաթողիկոսին ենք ունեցել, որ անի դարպասները բացեց, բադ կաթողիկոսներն ենք ունեցել, լավ դրանից հա եկեղեցին ոչ մի այսպես ասած ազդեցություն չի կրում։ Ներկայիս կաթողիկոսը լավն է, թե վատը ձեզ։ Ինձ խնդրում եմ այդպեսի բան հարցեր միտրեք, լավն է թե վատն է։
չեմ ուզում այդ հարցին պատասխանել։ Յուրաքանչյուր մարդ, հատկապես հոգևորական, իր խղճի առաջ եւ իր Աստծո առաջ է պատասխանատու։ Ես չեմ դատողը։ Վաղը կմասնակցեք Նիկոլ Փաշինյանի այդ պատարագի Սուրբ Սարգիս եկեղեցուն։ Գնալու ենք։ Իստեղ էս եկեղեցու։ Չէ, չենք գնալու։ Չենք գնալու, գնանք ինչ անենք։ Ինչ էս գաղափարը կիսում եք կաթողիկոսին հեռացնելու։ Չէ, ինչի համար, ինչ արել մեզ կաթողիկոս։ Այսքան տարի ես դրա կողքի շենքում եմ ապրում։ Ես նրանից բան չեմ տեսել։ Ամեն ինչ նորմալ է եղել։ Կողքի շենքում եմ ապրում։ Կաթողիկոսին փոխելու հարցը Նիկոլ Փաշինյանը առաջ քաշել։ Հա, կփոխի էլի, նրան ինչ կա։ Ինչ կարծիք ունեք այդ մասին։ Ճիշտ է անում։ Շատ վատ է, շատ։ Հայ ժողովրդի ինչ ասեմ, կտրում է իր արմատներից։ Ահա այստեղ պատարակ կա Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ կմասնակցեք դուք։ Կմասնակցեք Փաշինյանի մասնակցությամբ պատարակին։ Ես այսօր եկել եմ արդեն։ Իսկ նրա այս գաղափարի հետ կապված ինչ կարծիք ունեք կաթողիկոսի։ Դուք կմասնակցեք Նիկոլ Փաշինյանի հրավիրած պատարակին Սուրբ ինչու։ Չէ, ես իրան ոչ վստահում եմ, ոչ էլ ուզում եմ։ Կմասնակցեք Նիկոլ Փաշինյանի հրավիրած պատարակին Սուրբ Սարգիսին։ Ես Շան անունը չեմ տալիս։ Ոչ էլ ուզում եմ իրան տեսնեմ ու իր այդ ամբողջ խմբակը թող այդ Աստծո դատաստանին արժանանա, չնայած 30 տարի առաջ առաջին նախագահից մինչև այս վերջի տականքը բոլորի իրանց այդ նախարարներով հանդերձ արժանանալու են այդ դատաստանին, որ մեր սրբազան երկիրը այսօրն են հասցրել ու այնքան սրբապիղծ ու տականք են, որ հասել են արդեն սրբության սրբոց մեր հավատքին ու եկեղեցուն։ Ասում եմ, այս հենց սրբության սրբոցը պետք է ազատագրվի։ Ինքը այդ տականքը 44 օրվա ընթացքում մատղաշ քանի հազար երեխու 10,000-ից ավել երեխու ճշգրիտ թիվն էլ չեն իմանում։ Այնքան սրբապիղծ է, ասում եմ պլյուս մինուս 5,000 եսիմինչ, բայց շատ երեխաներ են մահացել, նահատակվել։ Իրանց այդ ամեն քառակուսին այդ իրանց սրբազան արյունով են պաշտպանել են, բայց ինքը դավաճանաբար օր-օրի մեր Հայաստանն արդեն հասել են Երևանի մեջ, թուրքերը վխտում են։ Դուք Երևանում թուրք եք տեսել, ադրբեջանցի եք տեսել։ Տաքսիկ շոուներ էլ կան։ Շատ են։ Բայց դեմ եք իրես եկեղեցու դեմ սկսած գործողությունները։ Սրբապիղծը եկել է, այն որ ասում է իր աչքի գերանը չի տեսնում, ուրիշի փուշն է ման գալիս։ Ինքը ով է, որ մեր 2000 տարվա սուրբ հավատքին ինչ որ մոտենա այդ աղանդավոր սրբապիղծ տականքը։ Վաղը կմասնակցեք Փաշինյանի հրավիրած պատարակին Սուրբ Սարգիս եկեղեցին։ Ոչ, ինչ գործ ունի եկեղեցում ընդհանրապես։ Եկեղեցին իրան է, ինքը թող գնա այն մեջ հետո աղոտ քանի։ Ասում է բարեփոխում եմ։ Հա, ինչն է բարեփոխում։ Ասում է վարկաբեկված հոգևորականներ կան այդ թվում կաթողիկոս։ Ասա հարգելիս առաջինը դու քեզ վերափոխի, նոր հետո մտածի ուրիշների մասին։ Բայց ես ինչ է ուզում հասնել սրանով այս գործընթացով։ Չեմ կարող ասել։ Ինքը իր մտքին, մենք մեր մտքին, Աստված իր մտքին, բայց Աստծո առաջ մեղանչել չի կարելի։ Աստված կպատժի իրան, բայց թե ոնց, այդ միայն Աստծուն է հայտնի, բայց իր հետ պատարակ մտնել, դա խայտառակություն է։ Ես չեմ պատկերացնում, որ մեկը իր հետ մտնի պատարակ։ Նաև հոգևորականներ միացան իրեն, Կճոյանը, այն մեկը։ Ես ոչ մեկին չեմ ճանաչում։ Գուցե այդ դրանից հետո փոխվի ինքը, չեմ կարող ասել, որտեվ դա Աստծո տուն է գնում։ Գուցե Աստված մի քիչ խելք մտցնի գլուխը։ Ինքը հասկանա, որ գործ ունի ժողովրդի մի ամբողջ ազգի հետ, որը ընդունել առաջին աշխարհում քրիստոնեությունը։ Բայց այսօր բացառել քրիստոնեությունը, դա ուղղակի խայտառակություն է, չգիտեմ, չեմ կարող ասեմ։ Պետք է կաթողիկոսին հեռացնի, թե ոչ։ Գիտեք ինչ, մարդը ինքը ներքուստ հոգևոր լինի, կաթողիկոսը չի մեզ ասելու հավատա սրան կամ հավատա նրան։ Մարդը ունի մի հատ հույս, մի հատ հավատ, մի հատ սեր եւ մի հատ մկրտություն ունի։ Դա է մեր Աստծո պատգամը։ Մենք հավատում ենք Աստծուն, այսինքն իր որդու միջոցով մենք ընդունում ենք Աստծուն։ Մեր Աստվածը այսօր Քրիստոսն է, բայց Քրիստոսը Աստծո որդին է։ Մենք ընդունում ենք Քրիստոսին, ընդունել ենք քրիստոնեությունը, դա մեր հավատքն է, կաթողիկոսին ինձ չի կարող ասի, գիտես ինչ մի հավատա իրան, հավատա նրան։
Դա իմ հավատքն է ներքին։ Եթե ամեն մարդ ունենա իր ներքին հավատքը, այսպես ղժամուժներ չի լինի մեր երկրում։ Կմասնակցեք վաղը Նիկոլ Փաշինյանի հրավիրած պատարագին։ Կմասնակցեք Փաշինյանի հրավիրած պատարագին Սուրբ Սարգիս եկեղեցում վաղը պատարագի է մասնակցելու։ Ես նոր Էջմիածնից եմ գալիս պատարագից, ցավոք, որ իմացա այստեղ պետք է ինքը գա, շատ եմ ցավում։ Հնարավորություն ունենայի, կմտնեի, կգոռայի, որ դու հողատու ես, որ դու թուրքի հպատակ ես, հեռացեք բոլորդ, գնացեք Բաքու, ձեր տաղեղը այնտեղ է։ Այդքանը կարող եմ միանալ։ Ինչ կարծիք ունեք, որ կաթողիկոսը հեռացնելու գործընթաց է շատ վատ։ Իրանց է պետք հեռացնել, թող հանգիստ թողնեն մեր հոգևոր դասին։ Մենք իրանցից շատ գոհ ենք, շատ շնորհակալ ենք մեր հոգևոր դասից։ Իրանք թող վերանան Հայաստանից։ Ասում են կաթողիկոսը զավակ ունի, դրա համար խախտել է կուսակրոնության ուխտը, պետք է հեռանա։ Գիտեք, դա ինձ չվերաբերվող բան է։ Իրանց բամբասանքներից ուշտ ենք 90-ականներից սկսած, ու գիտեք ինչպես, ցավոք սրտի մեր ազգը ասեմ, թե ժողովուրդը ասեմ, բամբասանքի այնքան մեծ սիրահար է։ Խրիմյան հայրիկի համար էին բամբասում, ինչքան հետ գնանք հայել բամբասել են։ Թողեք, հանգիստ թողեք մեր հոգևոր դասին։ Փաստը այնա, որ ինքը տանուլ է տվել, փաստը այնա, որ ինքը եկել է կեղծիքով, ստով, հեռացեք։ Կաթողիկոսի կողմից տեսնում եք քաղաքականությանը միջամտելու։ Քաղաքականությունը որն է, նա մեր վեհն է ու բնական է, որ պետք է անհանգստանա մեր իրավիճակի համար, ինքը անհանգստանում է մեր գերիների համար, երբևիցե լսել եք, որ այս ազգակործանը մեր գերիների հարցը բարձրացնի։ Իսկ մեր կաթողիկոսը ու հոգևոր դասը ամեն պատարագի ու չհաշված թե դրսում, թե ներսում միշտ բարձրացնում են մեր գերիների, քաղ բանտարկյալների մեր հոգևոր դասի ազատ արձակման համար։ Ինչ ասեմ, խաղաղություն լինի ու Արցախի վերադարձ, ամենակարևորը Արցախի վերադարձ պետք է լինի, որ մենք մեզ արժանապատիվ նորից զգանք։ Կմասնակցեք Փաշինյանի հրավիրած վաղվա պատարագին։ Ոչ, գնա, իր անունը մի տվեք։ Կմասնակցեք Նիկոլ Փաշինյանի հրավիրած պատարագին։ Դուք կմասնակցեք Նիկոլ Փաշինյանի վաղվա հրավիրած պատարագին Սուրբ Սարգիս եկեղեցում։ Չէ, ես չեմ գնում պատարագ ընդհանրապես։ Իսկ որ նա ուզում է կաթողիկոսին հեռացնել, ինչ կարծիք ունեք այդ գործընթացի մասին։ Ճիշտ ասած չգիտեմ։ Չէիք լսել։ Չէ։ Կմասնակցեք Նիկոլ Փաշինյանի հրավիրած պատարագին։ Ոչ, ավելի։ Ինչու։ Դուք կմասնակցեք Նիկոլ Փաշինյանի հրավիրած պատարագին։ Կմասնակցեիք Նիկոլ Փաշինյանի հրավիրած պատարագին։ Կմասնակցեք Նիկոլ Փաշինյանի հրավիրած պատարագին։ Կմասնակցեք Նիկոլ Փաշինյանի հրավիրած պատարագին։ Բարև ձեզ։ Կմասնակցեք Նիկոլ Փաշինյանի պատարագին։ Բարև ձեզ, կմասնակցեք Նիկոլ Փաշինյանի հրավիրած պատարագին։ Դուք կմասնակցեք Նիկոլ Փաշինյանի հրավիրած պատարագին։ Բարև ձեզ, կմասնակցեք Փաշինյանի հրավիրած պատարագին։ Ոչ։ Ինչու։ Կմասնակցեք Փաշինյանի հրավիրած պատարագին։ Կմասնակցեք Նիկոլ Փաշինյանի հրավիրած պատարագին, վաղը Սուրբ Սարգիս եկեղեցում պատարագ։ Ես իրան ընդհանրապես չեմ։ Կմասնակցեք Փաշինյանի հրավիրած պատարագին։